Պարոն Քոչարյան, նախ եւս մեկ անգամ ցանկանում եմ ասել, որ մի վարքյան իմ դեմ լինելը չի, ես դրա համար հարցրեցի, ճիշտ ասում բայց որն է խնդիրը, խնդիրը կասեք որն է Դուք դեմ եք բանսակցել։ Ես դեմ չեմ, հիմքերը կներկայացնեք խնդրում Մի վարքյան, արդեն նիստը գնում է, դրա համար նիստը սկսելուց առաջ ես այդ հարցը տվեցի Խնդրում ենք ձեր պահանջի օրինական հիմքերը ներկայացնեք Ինչ օրենքով է դա սահմանվում Չէ, մի րոպե, էլի, պարոն Սարգսյան, թողեք ասեն Այո, հիմա իրանք հիմա գտնվում են Քանի որ նիստը սկսվել է, իրենք ներկային եղել եւ չեն խանգարել, ես որոշում եմ կայացնում ավարտենք, ավարտից հետո ուշադիր եղեք, եթե լրագրողները իրավունք չունեն հասնեն նիստերի դալիճ, մի թողեք որպեսզի հասնեն։ Շնորհակալություն։ Պատգամավորը այդտեղ էլ վիճելի է, էլի։ Պետք է շենքում չլինեն, ճիշտ է։ Փոխանցեք աշխատակազմի ղեկավարին, որ մենք Մի վարքյան եկեք մի խանգարեք տիկին Մի վարքյան էլի կավարտենք իրանք դուրս կգան մի վարքյան շատ լավ Տիկին Եղնալյան երբ որ ես հարցը տալիս եմ ակնկալում եմ հստակ իրավական պատասխան Պարոն Մանուկյանը որպես պատգամավոր կարա շենք հրավիրի ցանկացած մարդու Շատ լավ, այդ հարցն եմ ես տվել, ես պատասխանը այնուամենայնիվ չեմ ստացել։ Հստակ։ Շնորհակալ եմ։ Շարունակեք։ Վերջում եմ խնդրում մեր հայրենակիցներից նիստը ընդմիջելու համար, թեպետ դա մեր կամքով չէր։ Օրակիրը ինչու՞ չէ կարող սկսել նիստը վերջանա նոր լրագրողները դուրս գան։ Ինչ խնդիր կա, ինչ են անում իրենք, որ ուղղակի մասնակցում են հանձնաժողովի նիստին։ Երբ որ նրանց արգելված չէ, իրենք անցատուր Եվ խնդրենք ձեր ձեռքերը հանեք։ Եվ հազար ներողություն կներեք։ Ես հարցազրույց չէի տալի, դրա համար ձեռքերից գրպանումս էր։ Դուք տեսակ որ ես հարցազրույց էի տալիս։ Ես չէի ուզում խոսեի։ Հարցը հնչել լրագրողի կողմից, որ Հակահը թույլ է տվել, որպեսզի տվյալ լրագրողները նիստին մասնակցեն, դրանից հետո նոր դուրս հրավիրեն իրենց ըստ կարգի։ Խոսքը դրան է վերաբերում։ Չեք մեկնաբանում։ Ոչ։ Ինչու՞։ Որտեղ դուք բոլորս պետքա ծանոթ լինեք։ Ռեժիմի եւ հավատարմագրման Օրենքը թույլ է տալիս, որ նրանք կարող են անցակետով մտնել։ Կներեք։ Լրագրողների համար անցածը եւ լրագրողները պատգամավորի գործունեությունը այս պահին լուսաբանում են։ Ոչ, այդպիսի բան գրած չկա այնտեղ։ Կներեք, հստակ նշած է, որ տվյալ լրագրողը պատգամավորի կամ պատգամավորի օգնականի ուղեկցությամբ գնում է հանդիպում է պատգամավորի հետ, սենյակում հետ է գալիս եւ հետ է ուղեկցվում։ Հիմա կարաք բացատրեք։ Ինչի մասին է խոսքը։ Աշխատանքը լուսաբանելու չի կարող։ Շորտ խնդրում եմ էլի դուք ստորագրում եք այդ փաստաթղթի տակ։ Եվս մեկ անգամ կոչ եմ անում նորից ծանոթացեք։ Շնորհակալություն։ Արդյունքը պատասխանեք, թույլ է տվել, խոսքը դրան է վերաբերում։ Այստեղ կարգավորումը ո՞րն է։ Անդրանիկ Քոչյանը կամ որևէ հանձնաժողովի նախագահ չի կարող թույլ տալ բացի հավատարմագրված լրագրողներից այլ լրագրողների գործունեություն իրականացնել շնորհակալություն որ օրենքի կարգավորում չկա նման որ իրանք Գեգամ Մանուկյանը իր բան կարող է ծանոթ չլինել բայց դուք պետքա ծանոթ լինեք հիմա ինչ է օրենքներից
պետք է հարաբերենք։ Եթե ինքնակամ չեն լքում։ Բայց նիստը վարող է ասած դեմ չէ։ Ես նորից եմ կրկնում։ Ինչ։ Ազգային անվտանգության հարց չկա։ Ես իմացում եմ նիստը որպես վարող դուրս եկեք։ Հիմա դուրս եկեք, թողեք աշխատել, դուրս եկեք։ Երբ որ ձեզ իրավացում կտան, որպես լրագրող հանդես գալու տվեք կնիշտեք։ Շատ լավ։ Եղան Մանուկյանը կարա ինձ սենյակ հրազգի, բայց ոչ դուրս եկեք։ Պատորեմ շատ լավ։ Դե որպես դրամարը դուրս եկեք։ Առաջնորդում դուրս եկեք։ Ես խնդրում եմ լրագրողներին ոչ էլ դուրս եկեք։ Պարոն Սարգսյան, մենք լրագրողներ որպես եկել ենք Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի հանձնաժողովի նիստը լուսաբանելու։ Որտեղ նախագծեր է կապած։ Ինչ փոխվեց, քիչ առաջ։ Չլուծված։ Պարոն Քոչարյան, իրենց համայական որոշմանը մի ենթարկվեց։ Համայական Սոնա, շատ բարի։ ՊՊՑ աշխատողներ։ մենք ոչինչ չենք կպել։ Ենթարկում եք մեր օրինակ աշխատողներ։ Դուրս եկեք։ Դավիթ Արաքելյանը հուսա միջանցքում է, չի փախել մտել իր կաբինետը, կոնկրետ հարցադրումներ կան իրեն։ Պարոն Մանուկյան, շնորհակալություն ձեզ, ներողություն, որ ձեզ վատ իրավիճակում եք թողել։ Հանգիստ։ Լավ։ Հարգելի գործընկերներ, բոլորիդ ներկայությամբ։ Ման Արաքելյան, ուր եք գնում։ Ոչ, կանգնեք, ձեր ապօրինի որոշման պատասխանը տվեք։ Ես ձեզ դատարանում, պարոն Արաքելյան, մեկ անգամ ինձ հավատարմագրումից զրկելու մասին հաղթել եմ։ Դուք մանիպուլացնում եք։ Ոչ, եկեք գնանք օրենքը բերեմ վճիռը ձեզ ցույց տամ։ Առաջի ակցիանի դատարանի Դուք Ալեն Սիմոնյանի կամակատարն եք, պարոն Արաքելյան։ Դուք առաջի ակցիանի դատարանի որոշումը դեռ հաղթանակ չի, օրենքի ուժի մեջ մտած չի։ Հա, լավ, վերաքննիչում եք բողոքարկե, փրփուրներից եք կախվել, պարոն Արաքելյան։ Խնդրում եմ լքել տարածքը։ Պարոն Արաքելյան, դուք չեք կարող մեզ զրկել շենք մտնելուց, դուք մեզ ապօրինի հավատարմագրումից եք զրկել։ Ոչ, հարգելի ՊՊՑ աշխատողներ, Գնացինք, հրավիրում եք դուք։ Սոնա, հրավիր, քնար։ Լսի։ Այո, հասկացան։ Մի րոպե, դուք չեք որոշելու եմ մեր ձեռքերով Մի րոպե, պարոն Մանուկյան, քնար, մի րոպե։ Թույլ տվեք մեր գործընկերներին շատ կարճ պարզաբանել։ Պարոն Արաքելյան, ձեր պարտականությունների մասին դատարանը որոշում է կայացրել։ Մանուկյանը կուղեկցի ձեզ, շնորհակալություն։ Պարոն Մանուկյանը կուղեկցի, իսկ մենք ձեզ հետ կհանդիպենք դատարանում, որտեղ դուք ապօրինի մեզ զրկել եք հավատարմագրումից, բայց դուք իրավունք չունեք մեզ շենք մտնելուց զրկել, պարոն Արաքելյան։ Դատարանը կորոշի։ Ես ձեզ վստահեցնում եմ, եթե Ալեն Սիմոնյանը քաղաքացին ինչպես պնդում էր, թքեց քաղաքացու վրա, ձեռքերը ոլորել տվեց, պատասխանատվության չի ենթարկվեց, այս դեպքում պատասխանատվության է ենթարկվել։ Այդ թվում եւ պարոն Կոնջարյանի ենթադրյալ բնակարանի կոռուպցիոն դրսևորումը իր կոկորտին է մնալ։ Ըստ էության, ինչ է եղել առաջի ակցիանում։ Չենք անում, Ժորժ ջան, դուրս լրատվական աշխատանք ես իրականացնում։ Ոչ, չէ, կբացատրեք դրսում, հարգելի։ Դուք համի հայտով եք մտել։ Դուք կբացատրեք, պարոն Մանուկյան, Ինչ եք խարդվել իրար, ձեր թույլտվությամբ սամաված վայրում կանի հաց եք եղել, ինչ եք սենց Հարգելի օպերատորներ, խնդրում եմ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը մեզ ապօրինի զրկել է հավատարմագրումից։ Ես դեռևս 1 տարի առաջ, երբ որ ինքը նման որոշում կայացրեց Արթուր Հովհաննիսյանի ԿՊ խմբակցության քարտուղարի մասով, մենք դատարանում հաղթել ենք այդ գործը, իրենք բողոքարկել են վերաքննիչ դատարան։ Այսինքն Դավիթ Արաքելյանի արդեն իսկ կայացած մեկ որոշումը ինձ հավատարմագրումից զրկելու մասով արդեն դատարանում կա վճիռ, որ մենք հաղթել ենք, իրենք բողոքարկել են։ Հիմա հարգելի գործընկերներ, ազգային ժողովի պատգամավորը հայտ իջեցնում ենք
եկել ենք եւ լուսաբանում ենք իր Մենք շոու չենք անում։ Շոու եք անում, դուք Ալեքս Սիմոնյանի շոուն եք անում, Մենք չենք խոսում գնացի։ Ձեզ ավելին ասեմ, գործընկերներ ջան, լսեք ուշադիր, ես ավելին ասեմ, ԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դեկտեմբերի 16-ին ազգային ժողովի աստիճանների մոտ սպառնացել է ինձ եւ իմ գործընկեր Սոնա Գրիգորյանին, որ դուք հեռացվելու եք։ Արթուր Հովհաննիսյանը այն падգամավորն էր, որը թմրանյութի 0.24 գրամ թմրանյութի գործով քրեական վարույթով անցել է եւ այսօր եկել է մեզ սպառնալիքներ է հնչեցնում։ Հովհաննիսյանը լրագրող է եղել ու իրեն ազգային ժողովի շենքում են տվել լուսաբանել, տալ հարցեր այնտեղ, որտեղ ինքը ցանկացել է։ Սա ինչի մասին է խոսում ես։ Իրենք ցանկալի հարցանչում, սա բոլորին է վերաբերվելու, հարգելի լրագրողներ, ով որ ոչ ցանկալի հարց հնչեցնի, հանելու են դուրս այսպես, որտեղ մենք Հայկ Կոնջորյանին փորձել ենք հարցնենք, որտեղից ձեզ Town House-ը, ինչպես է կարողացել գնել, ինչպես է ստացվում, որ դուք կարողացել եք 50% զեղչով գնել, ու դրա համար մեզ հանել են դուրս։ Սոնա, գնաց։ Դուրս են գալիս ու համար, չորս կլան գործել է Ալեքս Սիմոնյան, Դավիթ Առաքելյան, Հայկ Կոնջորյան եւ Արթուր Հովհաննիսյան։ Չորսն էլ պատասխան են տալու։ Всё, դուրս ենք։ Եթե հիմա Հայկ Կոնջորյանին, Ալեքս Սիմոնյանին, Դավիթ Առաքելյանին եւ Արթուր Հովհաննիսյանին թվում է, թե մեզ ազգային ժողովում մեր մուտքը արգելելով, հավատարմագրումից զրկելով, մենք իրենց չենք տեսնելու եւ իրենց կոնկրետ գործունեության մասով հարցեր չենք ուղղելու, չարաչար սխալվում են։ Շարունակվելու է մեր մասնագիտական գործունեությունը, ավելին ձեզ ասեմ, կոնկրետ մեզ ապօրինի հավատարմագրումից զրկելու մասով հայցը արդեն այո, նախատեսված վայրում հարգելի գործընկերներ, Ստեյնյակ չենք մտել, ՊՊՑ աշխատակիցներին ձեզ վստահեցնում եմ, հարցրել ենք, անգամ հարգելի գործընկերներ, եկեք գնանք այդ մուտքը, գնում ենք մուտքը։ Ցույց տա մուտքը, որը մեզ համար նախատեսված է եղել, ՊՊՑ Դուրս ենք գալիս։ Վերջին անձագործը չեմ։ Վերջին անձագործը։ Դու քնար։ Գնում ենք դուրս։ Ես օրինակա պահանջին չես եթարկում։ Քեզ երեխա։ Բայց ինքը իրավունք ունի սենյակը։ Բռնություն չկա։ Ամենան հարգանքով մենք պահել ենք մենք օրինական պահանջները չեք կատարում։ Ոչ, ռեժիմի 3 անգամ ձեր իրերը հեսա կբերեն։ Ինձ գոնե չէ։ Դուք, վայրը ես ձեզ ՊՊՑ աշխատակիցներից եմ ասել, կարող եմ այստեղ կանել, ասեմ, այո, կարող ես կանել։ Հիմա ես գնում այդ հարցերը արդեն, այդ հարցերը դեռ ով որ ձեզ դուրս կհանի։ Դա մեր խնդիրը չի։